Եղբայրներ եւ քույրեր, շարունակում ենք մեր քարոզաշարքը։ Դարձյալ ընթերցենք Ելից 12-րդ գլուխ, այս անգամ 37 եւ 38 համարները նախ, իսկ հետո 43-ից 45-ը։ Իսրայելի որդիները Ռամսեսեն դեպի Սոքքովթ չվեցին, ընտանիքներեն զատ 600,000-ի չափ հետևակ այր մարդիկ էին։ Անոնց հետ խառն բազմությունալ ելավ, ոչխարները ու արջառները խիստ շատ էին։ 43-ից 45 համարներն էլ ասում են. Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին, այս է զատկի կանոնը, բնավ օտարական մանկե պիտի չուտե, բայց ամեն մարդու ստակով ծախու առած ծառան թլպատվելուց հետո կարող է ուտել։ Օտարականն ու վարձկանը անկե պիտի չուտեն։ Ամեն։ Զատկական կանոնը նոր կտակարանում փոխակերպվեց խորհրդավոր ընթրիքի, հաղորդության։ Հիսուս հացը երբ առավ, գոհացավ, տվեց իր աշակերտներին զատկական հացը, որը հարյուրամյակներ շարունակ ուտում էին հրեաները այս պատվերի համաձայն, ինչ որ կարդացինք մենք։ Եվ ահավասիկ այդ զատկական հացը բեկանեց, որ ըստ սովորության պետք է այդ հացը չբեկանվեր, նա բեկանեց եւ տվեց իր աշակերտներին, ասեց առեք երեք, սա է իմ մարմինը։ Այն հացը, զատկական հացը, Քրիստոսն ասեց, որ իմ մարմինն է այն, որ ջախջախվելու է որպես ձեզ փրկության եւ ձեր կյանքի հաց։ Եվ այստեղ տեսնում ենք Մովսեսի միջոցով Տերը պատվիրում է, որ այդ զատկական ճաշից, զատկական կերակուրից չուտեն օտարականները եւ գրված է վարձկանները։ Ովքեր էին այս օտարականներն ու վարձկանները, մենք արդեն երկու քարոզ շարունակ խոսել ենք սրա մասին, սրանք մարդիկ էին, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով դուրս էին եկել իսրայելցիների հետ Եգիպտոսից, երբ Աստված հրեաներին հանեց Եգիպտոսի ծանր լուծից, իրենց հետ միասին, ուրեմն 38 համարն ասում է, որ խառը բազմություն դուրս եկավ։ Նրանց այդ խառը բազմություն դուրս եկավ, այսինքն սա միատար ժողովուրդ չէր, լոկ միայն հրեաներ չէին, լոկ միայն Տիրոջը հավատացող մարդիկ չէին, խառը ժողովուրդ էր, եւ հաջորդիվ համարներում մենք տեսանք, որ այնտեղ կային օտարականներ, այսինքն օտար ազգիներ կային եւ նաեւ վարձկաններ կային։ Վարձկաններ կային, վարձու աշխատողներ։ Այսօրվա մեր падգամի վերնագիրն է խառն ամբոխը եկեղեցում կամ վարձկանը։ Նայեք, յուրաքանչյուր նորահավատ, երբ մտնում է եկեղեցի, որոշակի ակնկալիքներ ունի, որոշակի սպասելիքներ ունի։ Մարդը, որ եկեղեցուց դուրս է, ունի հատուկ վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, որոնք որ եկեղեցում են։ Կարող է ինքը չապրի այդ կյանքը, սակայն նրա սպասելիքները այլ են նրանց հանդեպ, ովքեր որ եկեղեցում են։ Աստծո տուն են գնում, Աստծո խոսք են լսում, Աստծո խոսք են քարոզում։ Նրանք, ովքեր որ դավանում են, որ իրենք քրիստոնյա են, հավատացյալ են, հավատում են Աստծուն։ Եվ մարդը, երբ որ նորադարձ է, հավատքի է գալիս, Տիրոջն է դառնում, մտնելով Աստծո տուն, ունի այլ սպասելիքներ, այլ ակնկալիքներ։ Նախ անկեղծ հավատ, մաքուր, անարատ հավատ է, ակնկալում, տեսնել, անկեղծ սեր։ Նա չի կարող պատկերացնել, որ կարելի է լինել քրիստոնյա, բայց ձևական սիրել, խոսքով լոկ սիրել։ Նա հավատում է յուրաքանչյուր խոսքի, որ այս ամբյոնից կամ ամբյոններից Տիրոջ տան մեջ քարոզվում է։
Նա այդ անկեղծ վերաբերմունքն ունի այն խոսքի հանդեպ, ինչը որ մատուցվում է եկեղեցիների բեմերից։ Նա այն ընդունում է որպես ճշմարտություն կամ բացարձակ ճշմարտություն։ Այս խոսքն է, որ ձևավորելու է վաղը նրա մեջ իր հավատալիքները։ Ինչ որ մատուցվի, այն էլ կձևավորի իր հավատալիքները։ Նա ակնկալում է անկեղծ ծառայություն, առանց սպասելիքների ծառայություն։ Եթե աշխարհիկ կյանքում տալ առնել է շատ հաճախ ծառայությունը, ես քո համար անեմ, որ դու էլ հետո ինձ համար անես, կամ եթե մեկը քեզ համար ինչ-որ մի բան արեց, միշտ ունի այն ակնկալիքը, որ փոխարենը դա պետք է հատուցվի ինչ-որ մի կերպով, հա, այս փոխհարաբերությունները ցավոք սրտի շատ հաճախ սրա վրա է հիմնված։ Աստծո տան մեջ նա չունի այդ սպասելիքը, նա չի կարծում, որ այդպես պետք է լինի։ Ամեն բան անշահախնդիր է, այո, նաև անշահախնդիր նվիրում է ակնկալում։ Նա երբեք չի կարող որևէ մի բան չափել շահով։ Այսպես է նորահավատ մարդու ակնկալիքները։ Մի հատ հիշեք ինքներդ ձեզ, երբ որ նոր եք հավատքի եկել, երբ որ նոր եք մուտք գործում եկեղեցի, այսպեսին չէր ձեր պատկերացումները հոգևոր կյանքի վերաբերյալ։ Եվ եթե առ այսօր այսպեսինն է փառք Տիրոջ, վնասված չես։ Թվում է թե Աստծո ժողովուրդը, այսինքն եկեղեցին, որը ձրիաբար ստացել է Աստծո շնորհքը, փրկության շնորհքը, ինքն էլ իր հերթին յուրաքանչյուր քրիստոնյա, յուրաքանչյուր հավատացյալ այս շնորհքին պետք է փոխադարձի անկեղծ իր ծառայությամբ, անկեղծ իր սիրով, անկեղծ իր նվիրումով, առանց փնտրելու իրենը։ Յուրաքանչյուր վերստին ծնված քրիստոնյա ամենաազնիվ զգացումներով է մտնում Տիրոջ տուն, մտնում Աստծո ժողովրդի մեջ, եւ նա ինքը պատրաստ է հենց իր վերստին ծնվելուց հետո, իր հոգևոր դարձից հետո անմնացորդ նվիրել իր ժամանակը, իր կարողությունները, իր մեքենա ունի, մեքենան ծառայեցնի, տունն ունի, տունն է բացում, ֆինանսներ ունի, ֆինանսներն է տալիս։ Այսպես է նորադարձ քրիստոնյայի հավատքը, եւ սրան Սուրբ Գիրքը կոչում է առաջին սեր։ Եփեսոսին ուղված նամակի մեջ Տեր Հիսուս հայտության գրքում ասում է քո առաջվա սերդ կամ առաջին սերդ թողել ես։ Առաջին սիրո նկարագրությունը այսպեսին է, երբ որ մեկը նոր է հավատքի մեջ, նորադարձ է, մտնում է եկեղեցի, սա է իր ակնկալիքները եւ սա է իր նվիրման բնորոշումը, այսպես է։ Եվ ահա չգիտես որտեղից հանդիպում են մարդիկ Աստծո տան մեջ, որոնք ոչ միայն առատորեն օգտվում են այս անկեղծ նվիրումից, այս անկեղծ հավատքից, բայց նաև իրենց նյութասեր, նյութապաշտ օրինակով ապականում են քրիստոնյայի մասին ունեցած պատկերացումները նորահավատի մոտ։ Մի քիչ երկար եւ բարդ նախադասություն ստացվեց, բայց հուսամ ըմբռնեցիք միտքը։ Այն սպասելիքները, այն ակնկալիքները, այն պատկերացումները, որ ուներ նորադարձը, հանկարծ հանդիպելով ինչ որ իրենց շահը փնտրող բացահայտ կամ ծածուկ քրիստոնյաների, ոչ միայն օգտագործվում են, այլ նաև ապականում են նրանց այդ անկեղծ պատկերացումները քրիստոնյայի տեսակի վերաբերյալ կամ օրինակի վերաբերյալ։ Եվ սկսում է ձևավորվել այսպիսի պատկերացում, որ հավատացյալ նշանակում է իր Աստծո առաջ եկող մարդ, որը որ փնտրում է միշտ իր նյութական բարեկեցությունը, իր աղոթքների հիմնական բովանդակությունը ինձ տուն տուր, ինձ մեքենա տուր, ինձ փող տուր, ինձ լավ աշխատանք տուր, իր հոգևոր անվան,
հոգևոր կարիքների անվան տակ սեփական կարիքները բավարարող մարդ, ավետարանչության անվան տակ սեփական կարիքներն է բավարարում, եկեղեցիներ հիմնելու անվան տակ սեփական կարիքներն է բավարարում, եւ այլն, այս նորադարձ քրիստոնյայի մոտ ձևավորվում է պատկերացումներ, որ հավատացյալը դա մեկն է, որը իր տաղանդները, որ ունի, իր շնորհները, որ ունի, իր հոգևոր տաղանդները, որ ունի, սկսում է վաճառքի դնել դրանք։ Այսինքն այն ինչը որ Տիրոջից առել է, նա սկսում է դա վարձու տալ։ Խոսելու կարողություն ունի, ճարտար է խոսքի մեջ, հանում է այդ շնորհը հանում է վաճառքի։ Միտքս հասկանում եք։ Երկելու կարողություն ունի, ընդունում է որպես փեշակ ու սկսում է այդ փեշակով փող աշխատել։ Նվագելու կարողություն ունի, սկսում է այդ նվագելու շնորհը վաճառքի հանել։ Եվ այլն, այս ցանկը կարելի է շարունակել։ Այս պատկերացումների մեջ հավատացյալը մեկն է, որը աչքը միշտ հառած է ինչ որ արևմուտք։ Ոչ թե երկինք, այլ արևմուտք, ամերիկյան ափեր։ Ու չգիտես ինչու, Ամերիկայից եկածը ամեն ինչ նա ընդունում է որպես օրհնություն։ Ու մանավանդ օրհնություն է, երբ Տերը քեզ կանչում է, որ դու գնաս Ամերիկայում ծառայես։ Ու քրիստոնյաների մեջ այնպեսի տպավորություն է ստեղծում, որ Աստված օրհնեց մեր եղբորը, տարավ իրան Ամերիկա։ Ու չգիտես ինչու երբեք Աստված չի օրհնում այս մեր եղբորը, որ ինքը գնա Աֆրիկա։ Ինչի Աստված չի օրհնում մեր հայ հովիվներին, որ իրեն գնան Չինաստան։ Կամ օրինակ Հյուսիսային Կորեա։ Կամ թեկուզ Պարսկաստան։ Չեկան այնց միամիտներ, որոնց Աստված օրհնում է մեկ գնան Թուրքիայի քրդերին քարոզեն։ Բայց այն լավ, հասուն, զորավոր քրիստոնյաներին չգիտես ինչու միշտ Աստված օրհնում է դեպի Ամերիկա։ 45-րդ համարն ասում է օտարականն ու վարձկանը անկե պիտի չուտեն։ Օտարականն ու վարձկանը անկե պիտի չուտեն, ձեր մեջ են նրանք, բայց Քրիստոսի մարմնի հետ հաղորդակցություն չունեն։ Եթե անգամ ունենում են, մենք անցյալ անգամ կարդացինք, ասում է, որ այդ ընթրիքը, որ անում եք, դա Տիրոջ ընթրիք չէ։ Ձեր համար ուտել խմել է դա։ Դա սովորական ուտել խմել է։ Այն ընթրիք չէ, որովհետև իմաստը, խորհուրդը հաղորդության չեք հասկանում։ Եթե հասկանայիք, ահով եւ դողով կմոտենայիք դրան։ Կարևոր ճշմարտություն։ Մի խաբվեք, եւ այս խոսքը ուղված է ոչ թե մենակ այս դալիճում, այս սրահում հավաքված ժողովրդին, այս խոսքը ով որ կլսի վաղը։ Աստծո ժողովրդին է ուղված։ Դե իմ սիրտը ցավում է Աստծո ժողովրդի համար։ Ուրեմն լսեք, մի խաբվեք, սեփական շահը փնտրողը Քրիստոսի շահը չի կարող փնտրել։ Սեփական շահը փնտրողը Քրիստոսի շահը չի կարող փնտրել։ Երբեք։ Օտարականն ու վարձկանը չպետք է ուտեն Տիրոջը զատիկը։ Թեև դուրս էին եկել ֆիզիկապես Եգիպտոսից, թեև ֆիզիկապես Աստծո ժողովրդի հետ էին, սակայն Աստծո ժողովրդից չէին։ Սրանք մարդիկ էին, որոնք տնտեսապես կամ որոնց տնտեսական շահը կապված էր Աստծո ժողովրդի հետ։ Որոնց տնտեսական շահը կապված էր Աստծո ժողովրդի հետ։ Նայեք,
Երկրորդ օրինաց 29:10-11-ն ասում է. Այսօր դուք ամենքդ ձեր Տեր Աստծուն առջև կկանգնիք, ձեր ցեղերուն իշխանները, ձեր ծերերը, ձեր ոստիկանները ու բոլոր Իսրայելի մարդիկը։ Հիմա լսեք, ձեր տղակները, ձեր կիները ու քո բանակիդ մեջ եղող օտարականը, քո փայտ կտրողեդ միջև քո ջրկիրդ։ Այսինքն Իսրայելի ցեղերն էին, իրանց իշխաններով, իրանց որդկանցով, իրենց զավակներով, իրենց ընտանիքներով, նաև ասում է ձեր մեջի օտարականները եւ փայտ կտրողից միջև ջուր բերողը։ Ուրեմն այս ժողովրդի մեջ, Աստծո ժողովրդի մեջ կային մարդիկ, որոնք որ զբաղված էին փայտ կտրելով եւ ջուր կրելով։ Էնպես չի որ վատ բան էին անում։ Էնպես չի որ վատ բան էին անում, բայց իրենց հոգեկան կապը Աստծո ժողովրդի հետ ձևավորված էր արմատում ունենալով անձնական շահը։ Պարզ է, չէ՞։ Ինչ էին անում։ Սրանք Աստծո ժողովրդի մեջ մտած օտարականներ էին, ընթացքում արանքում փայտ կտրելով, ջուր տանել, բերելով փող էին։ Կներեք էլի խոսքիս համար, 1000 ներողություն եմ խնդրում, քերում։ Այնպես տենում էին որտեղ փող կա եւ դրանով էին զբաղված։ Բայց Աստծո տան մեջ էին, Աստծո ժողովրդի մեջ էին, Աստծո ընտանիքի մեջ էին։ Մարգարեի բերանով Աստված ասում է, դուք անգամ Մաղաքիայի մեջ ասում է, դուք անգամ ձրի իմ տան դուռը չեք բացում։ Ձրիաբար անգամ ասում է, դուք իմ տան դուռը անգամ չեք բացում։ Այս խոսում է տաճարում ծառայողի մասին։ Որ մեջը փող չլինի, որ փող չլինի, դուք իմ տան դուռը անգամ ձրի չեք բացի։ Այսպես փետ են կտրում, ջուր են տանում բերում, տեսնում են ինչ կարիք կա, որտեղից կարելի է փող աշխատել, գումար շահել եւ մնացել էին էլի Աստծո ժողովրդի մեջ, որովհետեւ ուրիշ փեշակ չունեին, ուրիշ շնորհք չունեին, ուրիշ տեղ չէր ստացվում։ Փորձեցին ինչ որ բաներ անել աշխարհում, չէր լինում։ Աշխարհիկ մարդիկ իրենց գործընկերների, պարտներների հանդեպ շատ ավելի ուշադիր են։ Հավատացյալները միամիտ են, նրանք շուտ վստահում են։ Հերիքա մի հատ Հիսուսի անունը տան, հավատքի անունը տան, հոգևոր բաներ ասեն, անմիջապես ընդունում են, այսպես, որտեղ ակնկալիքները ինչ է, նշեցինք, չէ՞։ Անկեղծ հավատք, անկեղծ սեր, անկեղծ նվիրում, անշահ խնդիր վերաբերմունք, չէ, եւ այլն։ Սրանք մարդիկ են, որոնք որ փորձել են աշխարհում ինչ որ բաներ են փորձել եւ այլն։ Դեմ Herbalife է ծախել, չի ստացվել, կամ չգիտեմ, այնտեղ ուրիշ բուրգաձև կառույցներ են փորձել ստեղծել, չի ստացվել։ Եղել է մի քիչ փող աշխատել են, բայց հետո պարզվել է, որ խաբեություն կա մեջը, հետո սկսեցին հեռուստացույցով խոսել դրանց մասին, էս անել են անել։ Մտան միամիտ համայնքներ, էլի, միամիտ այսպես, որտեղ որ Հիսուսի անունով գալիս է սիրով ընդունում են, ու սկսեցին այդպես ջուր տանել, բերել, փայտ կոտրտել, մեջտեղը շահը սեփական փնտրել։ Այս տեսակը կա Աստծո հոտի մեջ եւ քիչ չեն։ Հոգևոր գործի մեջ փող բռնողներ։ Կարևոր չէ պաշտոնը։ Կարա լինի խեղճ ու կրակ ձևացող հավատացյալ, միջև հովիվ ու եպիսկոպոս։ Ես գիտեմ, ինչ որ խոսում եմ 34 տարվա հոգևոր կյանքի եւ գրեթե այդքան հոգևոր ծառայության եւ հովական ծառայության փորձից եմ ասում։ Ես տեսել եմ, որ օրինակ երբ որ մարդիկ կային, որ ունեն երկու մեքենա, շատ թանկանոց եւ շատ էժան։ Երբ որ արտասահմանից հյուրեր էին գալիս, այդ էժանով էին ման գալիս։ Խեղճ, կրակ, կիսափչացած, համարյա փչացած, մեքենային է վերաբերվում խոսքս։ Ու բան էլի, այդ հյուրերը գալիս են, այդ մեքենայով էր գալիս, հենց հյուրերը գնում են թանկանոց մեքենայով են քաղաքում գալիս են։
Էսի կապիկություն է, սա ոչ հարիր է քրիստոնյայի։ Այն հոգևոր արժեքներից, որի մասին որ մենք խոսում ենք, սա չի կարող զուգահեռ գնալ իրար հետ։ Մի հոծ բազմություն այստեղ է հոգևոր աշխարհում լոկ իրենց նյութական կյանքը բարեկեցիկ դարձնելու համար։ Վերջ։ Մատթեոս ավետարանում Տեր Հիսուսն ասում է 10-րդ գլխում 38-39 համարներում կարդում ենք. «Ան, որ իր խաչը չառներում ետևես գար ինձի արժանի չէ, նա, որ իր անձը կգտնե, պիտի կորսնցնե զանիկա, նա, որ իր անձը ինձի համար կորսնցնե, պիտի գտնե զանիկա»։ Նա, որ իր խաչը չի առնում, իմ ետևից չի գալիս, ինձ արժան չէ։ Նա, որ իր անձն է գտնում կամ իր անձն է փնտրում, պիտի կորցնի այն, նա, որ իր անձը կորցնի ինձ համար, պիտի գտնի այն։ Անձը փնտրել նշանակում է անձից շահը փնտրել։ Անձդ, եսդ կենտրոնում լինի։ Եվ Հիսուս չի գովում այն։ Չի գովում, երբ որ մեկը ասում է ես Քրիստոս ետևից եմ գնում, բայց փոխարեն խաչը շալակի գնա, իր անձն ու իր շահն է շալակած տանում։ Ու այս երկու տեսակը կա այս խառը բազմության մեջ։ Նույն տարածքում Աստծո ժողովրդի մեջ կա այս տեսակը ու բավական շատ։ Ինչ ես ուսիդ առել, խաչդ, թե անձդ։ Այս հարցի պատասխանն է տալուս մարդու հոգևոր աստիճանը։ Թե ինչ է իր ուսին առել, շահը, իր անձը, իր եսը, իր շահը, թե խաչը, որի վրա շարունակ խաչում է, սպանում է իր եսը, իր շահը։ Փիլիպպեցիս նամակում կարդում ենք 2-րդ գլուխ 19-22 համարներ։ Արդ կհուսամ Տեր Հիսուսով, թե Տիմոթեոսը ձեզ պիտի ղրկեմ, որպեսզի սիրտս էլ հանգչի, հանգչել նշանակում է հանգստանա, խաղաղվի։ Երբ ձեր վիճակը իմանամ, որովհետև նրա նման, լսեք, նրա նման սրտակից մեկը չունեմ, որ մտերմաբար ձեր վրա հոգ տանի, քանզի ամենքը իրենցը կփնտրեն, ոչ թե Հիսուս Քրիստոսինը։ Բայց դուք փորձով գիտեք, թե ինչպես որդիմը հորը, այնպես ինձի հետ ավետարանին ծառայեց։ Ամեն։ Այստեղ Պողոսը հայտնվելով Հռոմի բանտում գովում է Տիմոթեոսի քրիստոնյա կերպարը, քրիստոնյական կերպարը։ Եվ համեմատական է տանում Տիմոթեոսի եւ շատ ուրիշ քրիստոնյա կոչված մարդկանց։ Եվ հիմնական տարբերությունը, որ նա շեշտադրում է, այն է, որ Տիմոթեոսը, որը հոգատար, ծառայող, անշահախնդիր, անմնացոր սիրտ ուներ Աստծո ժողովրդի հանդեպ, ի տարբերություն նրանց, որոնք որ ամենք ասում է իրենցն են փնտրում, իրենց հանգիստն են փնտրում, իրենց կոմֆորտն են փնտրում, հա, իրենց շահն են փնտրում, իրենց վարձքն են փնտրում, որտեղ ասում է ամենքը իրենցն են փնտրում։ Սիրտդ ինչից է հանգստանում։ Տեսեք նկարագրությունն ասում է նրա նման սրտակից մեկը չունեմ, որ մտերմաբար ձեր վրա հոգ տանի։ Սրտակից, մտերմաբար, ընկերական, մտերմաբար նշանակում է հարազատական, ընկերական, ընկերության մեջ չի կարա լինի շահ փնտրել։ Կարա լինի, մաքուր ընկերության մեջ կարա շահ փնտրել լինի։ Չի կարող, մտերմաբար, սրտակից, նաև
հոգ տանի, հոգատար վերաբերմունք ցույց տա, ավետարանին ծառայի, ինչպես հաջորդ խոսքն է ասում, այս բառերը բնութագրում են անշահախնդիր քրիստոնյային, այսպիսինն է լինում անշահախնդիր քրիստոնյան, ինչ որ սրանից դուրս է, երբ մարդը իր շահն է փնտրում, իր եսն է առաջին տեղում, իր անձն է փնտրում, նա վարձկանների, այդ օտարականների շարքին է դասվում։ Եվ Աստծո ժողովուրդը պետք է տարանջատի սրանց։ Այս տեսակը շատ հեշտությամբ ադապտացվում է Աստծո ժողովրդի հետ։ Անգամ դժվար է տարանջատել մանավանդ պարզ հավատացյալ ժողովրդի համար։ Նրանք խոսում են հավատացյալի պես, նրանք հագնվում են հավատացյալի պես, նրանք երգում են հավատացյալի պես, անգամ նրանք դառնում են հովիվ հավատացյալի պես։ Բայց չունեն հոգին, Սուրբ հոգին հավատացյալի պես։ Այս վարձկանների մասին Տեր Հիսուս ինքը խոսեց։ Հովանու 10, 12 եւ 13։ Բայց վարձկանը, որ հովիվ չէ, ոչխարները իրենը չեն։ Երբ կտեսնե, որ գայլը կուգա, կթողու ոչխարները եւ կփախչի։ Գայլը կհափշտակի ոչխարները ու զանոնք կցրե։ Եվ վարձկանը կփախչի, վասնզի վարձկան է ու ինքը հոգ չներ ոչխարների համար։ Ասում է վարձկանը, որ հովիվ չէ։ Մեկը կարա ասի, այս տեսնեք ինքը հովիվ չի։ Հիսուս երբ որ ասում է հովիվ չէ, դա նշանակում է, որ ես չեմ ճանաչում նրան որպես հովիվ։ Կարող է դուք ճանաչեք նրան որպես հովիվ։ Բայց ինքը չի ճանաչում նրան որպես հովիվ։ Եվ ասում է ոչխարները իրենը չեն։ Նշանակում է ինքը ոչխարների հետ գործ ունի, բայց իրենը չեն։ Նա չի դիտարկում այդ ոչխարներին, այդ հոտին չի դիտարկում որպես իր հոտը, որպես Աստծուց իրեն տրված, իրեն վստահված հոտը։ Երբ կտեսնե, որ գայլը կգա, կթողի ոչխարները ու կփախչի։ Հետաքրքիր է, ուր է փախչում, որ ուղղությամբ։ Գայլը գալիս է եւ հափշտակում է ոչխարները եւ զանոնք ցրում է։ Աստծո եկեղեցին իր 2000-ամյա պատմության մեջ շատ է տեսել գայլեր։ Շատ է տեսել գայլեր, որոնք Աստծո հոտի մեջ են մտնում, ոչխարի դիմակով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են, որոնց նպատակը ցրելն է։ Ոչ թե հավաքելը, այլ ցրելը։ Քանի որ առաջնորդվում են սեփական շահով, անձի շահով, եսի շահով, դրա համար Տեր Հիսուս նրանց ասում է վարձկան։ Նա սրտակից չէ, ինչպես Տիմոթեոսն էր սրտակից։ Նա մտերմաբար պատրաստ չէ հոգ տանելու Աստծոյի համար, որովհետև ինքը հոգ է տանում մենակ իր գրպանի համար, իր անձի համար, իր եսի համար։ Դրա համար երբ որ վտանգը գալիս է, երբ որ գայլը գալիս է, երբ որ խնդիրները առաջանում են, ինքը ինչ անում։ Ինքը փախչում է, ինքը հեռանում է, ինքը ցրում է։ Կարող է տանի ինքը առանձին հավաքի, որովհետև դեռ մեջը շահ է տեսնում։ Փիլիպպեցիս 2:4-8 Միայն ձեր անձերի շահը մի փնտրեք, հապա ամեն մեկը իր ընկերինն ալ։ Ձեզ մի ամեն մեկը թող նույն միտքն ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանքն ունենալով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, ապա անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, մարդու կերպարանքով է ինքն իրեն խոնարեցրեց, միջև իսկ մեռնելու հոժարեցավ, եւ այն էլ խաչի մահվան։ Վարձկանը չունի այս մտադրությունը, չունի երբեք այս հոգին, ինչ որ Քրիստոսն ուներ, որ հանուն Աստծո հոտի, հանուն Աստծո ժողովրդի, հանուն մեր փրկության, հանուն իր հոտի, իր անձը ունայնացրեց։ Խաչը առավ, Գողգոթան ելավ, իր կյանքը զոհաբերեց հանուն Աստծո ժողովրդի։ Վարձկանը զոհաբերելու ոչ մի բան չունի։
Ոչ մի բան չունի, նա միայն մտածում է շահելու մասին, ու եթե ուշադրություն դարձնեք, իրենք միշտ շահում են։ Միշտ շահում են։ Կորցնել հանուն Աստծո հոտի ոչինչ, 0։ Վարձկան իր շահն է փնտրում, եթե անգամ քո շահից է խոսում, դրա մեջ էլ դարձյալ իր շահն է տեսնում։ Էլ իր շահն է տեսնում այնտեղ։ Շատ խորը, շատ հզոր նկարագրություն է տալիս Եսայի մարգարեն, վարձկանների մասին խոսելով։ Եսայի 56:8-12 Այսպես սկսե Տեր Եհովան, որ Իսրայելի աքսորացները կհավաքը, ուշադրություն դարձրեք, ինչ է անում Տերը, աքսորացներին հավաքում է։ Արդեն հավաքվածներուն վրա ուրիշներ ալ պիտի հավաքեմ անոր։ Ով դաշտի գազաններ, ով անտառի գազաններ, ուտելու եկեք։ Անոր բոլոր պահապանները կույր են, անոր ասելով հոտը նկատի ունի։ Անոր բոլոր պահապանները կույր են, բան մը չեն տեսներ, ամենքն ալ համր շուներ են, հաչելու կարող չեն։ Անոնք կցնորին, կպարկին, քունը կսիրեն։ Այո, շատակեր ու անհակ շուներ են։ Անոնք հասկացողություն են զուրկ հովիվներ են։ Ամենքը իրենց ճամփաներուն դարձան, ամեն մեկը իր անիրավ վաստակը փնտրելով ըսին, եկեք գինի բերենք, ցկիով արփենանք, վաղնալ այսօրվան պես ու ալ ավելի առատ պիտի ըլլա։ Տերը աքսորվածներին աշխարհի 4 անկյուններից հավաքում է, բերում է, եւ այն հովիվները, որոնք որ պետք է հսկեն Աստծո հոտին, իրականում նմանեցված են այս հատվածում Աստծո կողմից շների հետ, որոնք կույր են, համր են եւ շատակեր են ու քունն են սիրում։ Դրա համար այնտեղ Հիսուս նրանց չի ճանաչում հովիվ, թեև այստեղ ասում է, որ իրենք հովիվներ են կարծում իրենց։ Հովիվներ են կարծում։ Բայց անոր պահապաններն ասում է կույր են, քանի որ չեն տեսնում վտանգը։ Ինչու է կույր, որովհետև ինքը տեսնում է մենակ իր շահը, իր անունը, իր փառքը։ Կարող է ամեն ինչ համեմված լինի Հիսուսի անունով, Հիսուսի փառքով։ Բայց իրականում ինքը կույր է, ինքը վտանգը չի տեսնում, ինքը չի տեսնում, որ այն ինչ որ դու քարոզում ես, սա Աստծո ժողովրդին կարա վնասի եւ ոչ թե օգուտ տա։ Եվ այլն։ Ասում է համր են, համր շուն են։ Ինչու է համր շան հետ համեմատում։ Ասում է, որովհետև հաչալու կարող չեն։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ երբ որ վտանգը տեսնում են, իրանք չեն ահազանգում։ Դրա մասին չեն բարձրաձայնում։ Եթե զուգահեռ տանենք, թե ինչ է ասում առաքյալը նոր կտակարանում, ասում է, վերջին օրերը մարդիկ իրենց ականջին հարմար, իրենց ականջը շոյող խոսքեր պիտի փնտրեն։ Եվ իրենց ականջը շոյող վարդապետություններ պիտի շինեն։ Եվ այս կարիքը, երբ որ տես կա, յուրաքանչյուր իրեն հարգող բիզնեսմեն սկսում է այդ կարիքը բավարարել։ Ու ստացվում է ինքը ոչ թե հովիվ է, այլ բիզնեսմեն։ Միտքս հասկանում եք։ Հիմա դու ճշմարտությունը ահազանգի, դու ճշմարտությունը խոսա, դրանից հետո թող քո եկեղեցում քիչ մարդ գա, շատերի դուրը չգա եւ այլն։ Բայց եթե դու քո շահը չես փնտրում, քեզ համար կարևոր չէ, շատ կգան, քիչ կգան, դու վտանգի մասին պիտի բարձրաձայնես, չէ՞։
Հիմա պատկերացեք կներեք համեմատական, բայց ես չեմ անում, Աստծո խոսքն է համեմատականն անում։ Շունը գայլը տեսնի, բայց չհաչա, ասի, վայ, բանը, հղի ոչխարներ կան, հանկարծ կարող է վատանան, նեղվեն, ճնշումը բարձրանա, իջնի։ Քնած ոչխարներ կան, հանկարծ քնից դուրս չգան։ Չարտնանան քնից։ Լավ մսատու ոչխարներ կան, որոնց ոսկորներից ես վաղը սնվելու եմ։ Բա որ հանկարծ նեղանան, ասեն ամոթ չես անում, գիշերվա մեջ մեր քունը հարամ ես անում հաչալովդ։ Դրա համար այս տեսակին Աստծո խոսքը ասում է շատակերեն եւ անհագ, այսինքն չհագեցող։ Նրանք երբեք չեն ասում այ մարդ լավ հերիք է։ Ավելին։ Շատակեր։ Մի հատ ունի երկուսը, երկուսը ունի 10-ը, 10-ը ունի 20-ը։ Միևնույնն է ինքը իր անձն է սնում։ Եվ այդ ամեն ինչ Աստծո ժողովրդի եւ հոգեվոր գործի անվան տակ, թե հիմա դու եղբայր դուրսը բիզնես կունենաս, գործ կունենաս, աշխատանք կունենաս, վրան կգործես Պողոսի պես, այլ կանես, այն կանես, քո գործն է արա, մեկը չէ 100-ը ունեցի, ով կարա բան ասի, բայց երբ որ դու դա անում ես հոտից կտրելով, սա մեղք է։ Ասում է հասկացողությունից զուրկ հովիվներ։ Հասկացողությունից զուրկ հովիվներ, իմիջայլոց, երբ որ հովիվը հասկացողությունից զուրկ է, իր հոտն էլ հասկացողությունից զուրկ լինում։ Չի տարբերում։ Այսպես ասում, չէ, մերը ուրիշ օրհնյա։ Ժամանակակից լեզվով ասած զոմբիացած։ Հասկացողությունից զուրկ։ Ճիշտն ու շիտակն ու սխալը, մոլորությունը, խաբեությունը չեն կարողանում զանազանել։ Ասում է իրենց ճանապարհներով են գնում, չեն սիրում քայլել Տիրոջը ճանապարհներով։ Իրենց ճանապարհներով են գնում, իրենք գնում են այն ճանապարհներում, որտեղ որ շահ ունեն։ Նա չի գնա այնտեղ, որտեղ որ շահ չունի։ Ուր տարիներով գնա, չգիտեմ, Վանաձոր, խես Վանաձորի ժողովուրդը ինչ փող ունի, որ մի հատ էլ տա, որ այս մարդը իրեն լավ զգա։ Կամ չի գնալու այնց երկրներում ծառայի, որտեղ որ շահ չկա։ Ասում է ամեն մեկը իր անիրավ վաստակը փնտրելով, ասացին եկեք գինի բերենք ու ցքյով արփենանք, վասնզի այսօրվան պես ու ավելին առատ պիտի ըլլա։ Իրենց վաստակը սիրելով, իրենց վաստակ ետևից գնելով, ասում է գինի բերեք արփենանք, որ իրականությունից դուրս լինեն, որ իրենք շարունակեն իրենց այդ արփեցած, իրենց շահով արփեցած կյանքը ապրեն։ Իրենց խոսքի մեջ ցավ չկա, տառապանք չկա, արցունք չկա, հոգ չկա ժողովրդի համար։ Նա հարբեցած խոսում է, կենացներ է ասում։ Դա ոնց որ բեմը օգտագործեն կենաց ասելու համար։ Ու ժողովուրդը շատ է սիրում այդ կենացները։ Առանց հասկանալու, որ սա խաբկանք է։ Հուդան ասում է, Հուդա առաքյալը իր նամակի մեջ ասում է, մեկ գլուխ կա 11-ից 16 համարներ։ Վայ անոնց, որոնք Կայենի ճանապարհով գնացին ու Բաղաամի մոլորության պես ցանկությամբ, լսեք, վարձքի ետևեն գնացին ու կորխի հակառակությանը պես կորսվեցան։ Հիմա լսեք, 12 համարը, ասոնք ձեր սիրո խնջույքների մեջ արատներ են, երբ ձեզ հետ կերուխումի կնստեն, աներկյուղ իրենց անձը կկերակրեն։ Այդ սիրո խնջույքները գիտեք ինչներ։ Հաղորդություններ, որը առաջին դարի մանավանդ առաջին կեսում զուգահեռ մատուցվում էր նաև ճաշկերույթների ընթացքում։ Սկզբնական մասում Սուրբ հաղորդությունը առանձնացված չէր սիրո խնջույքներից։
Պաշտամունքներից հետո հավատացյալները ամեն մեկը իր հետ ուտելիք էր բերում, նստում էին սեղանների շուրջ, հաց էին ուտում միասին եւ միևնույն ժամանակ Քրիստոսի մարմինն էին ճաշակում։ Եվ հիմա այս նկարագրությունը որ տալիս է, ասում է, սրանք ձեր խնջույքների մեջ արատներ են։ Երբ ձեզ այդ կերուխումի կնստեն եւ աներկուղ իրենց անձերը կկերակրեն։ Նկարագրությունը անջուր ամպերեն հովերեն քշված, անջուր ամպերեն կա, ամպը կա, տափաստաններում, չորային կլիմայում ապրող մարդիկ գիտեն այս խապկանքի ուժը։ Մեզ համար ամպ կա, ամպ չկա, այդքան բան չի։ Ոնց ուզում է լինի անձրևը կգա։ Բայց երբ որ բերքդ չորանում է, եւ տեսնում ես ամպը եկավ ուրախանում ես։ Ակնկալելով որ անձրևն էլ կգա։ Բայց ասում է անջուր ամպեր են։ Կա ինքը, բայց մեջը ջուր չկա։ Հովերեն քշված։ Տարբեր հովեր են, զգացական հովից, անձնական շայի հովից քշված, տարբեր հովերից քշված։ Սրանա ծառայում, նրանա ծառայում, դրսից սպոնսոր եկավ, այդ սպոնսորի հետ միացավ, ուրիշ վարդապետություն կրող եկեղեցի եկավ, դրան գնաց միացավ, որտեղ որ իր կարիքը կա, շահը կա, այդպես։ Տարբեր հովերից քշված։ Պտուղները կորսնցուցած ծառեր։ Ծառը, բայց պտուղ չունի։ Պտուղ ինքը պտուղ չի տալիս։ Ինքը ինչ է անում, ինքը ուրիշ տեղերից է հավաքվում։ Ինքը իրանով պտուղ չի տալիս, ինքը չի վկայում, չի քարոզում, մեկին դարձի չի առաջնորդում, ապաշխարության չի առաջնորդում։ Ինքը մտնում է եկեղեցից, եկեղեցի բան են անում, հոգիներ են գողանում։ Այստեղից, այնտեղից։ Ձեր մոտ սխալ է, մենք ճիշտ ենք։ Երկու անգամ մեռած արմատից խլված։ Ծովու կատաղած ալիքներ, որոնք իրենց անձերուն ամոթը կփրփրացնեն մոլորված աստղեր, որոնց համար խավարի մեկը պահված է։ Ներսը միշտ անհանգիստ է։ Փոթորկված է ներսը։ Անոնց համար մարգարեացավ Ենովքն, որ 7-րդն էր, Ադամեն ու ըսավ, ահա Տերը իր բյուրավոր սուրբերով եկավ։ Ամենուն դատաստան ընելու, բոլոր ամբարիշտները հանդիմանելու, իրենց դրած բոլոր ամբարիշտ գործերի համար եւ այն բոլոր խոսքերուն համար, որոնք ամբարիշտ մեղավորները անոր դեմ խոսեցան, ասոնք տնտնջողներ ու քրտնջողներ են, որոնք իրենց ցանկություններուն համեմատ կերթան։ Եվ իրենց բերանը ամբարտավան խոսքեր կխոսքեն շահի համար երեսպաշտություն են անում։ Շահի համար երեսպաշտություն են անում։ Երեսը գեղեցիկ են ցույց տալիս, բայց ներսը շահն է, վարձկանը։ Վերջացնեմ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, եւս մեկ խոսք կարդալով։ Պետրոս առաքյալը իր առաջին նամակի մեջ 4-րդ գլուխ 17-րդ համարի մեջ ասում է. Քանզի ժամանակն է, որ դատաստանը Աստծո տնից սկսի։ Եթե առաջ մեզանից սկսի, հապա անոնց վերջը ինչ պիտի լինի, որոնք Աստծո ավետարանին չեն հնազանդվում։ Աստծո խոսքը ասում է, որ Աստծո դատաստանը որտեղից է սկսվելու։ Աստծո տնից։ Աստված աշխարհից բան չունի պահանջելու, դատ չունի աշխարհի հետ անելու, քանի դեռ իր դատը չի արել Աստծո տան մեջ։ Որովհետև խառն է, ամբողը խառն է։ Ինչքան ուզում է փափուկ բարձր դնեն ձեր ականջի տակ, ձեր գլխի տակ, ձեր ականջին փափուկ խոսքեր ասեն, հիշեք, Աստված իր հոտը զատելու է։ Աստված իր հոտը տարանջատելու է, ինքը որոմը եւ հասկը բաժանելու է։ Ես իմ առաջին քարոզի մեջ, կարծեմ առաջին քարոզի մեջ շփոթել էի, որոմը նմանեցրել է ուրիշ մեկ մոլախոտի հետ, որ այսպես ոլորաձև փաթաթվում է։ Այնինչ իմ սիրելի ընկերը
հայ առաքելական եկեղեցու սպասավոր։ Ինձ քարոզը լսելուց հետո զանգեց եւ մի շարք կարևոր խոսքեր ասելուց հետո նաեւ այս փոքրիկ հուշումը ինձ արեց, ասաց գիտես ինչ, ասաց այդ որոմը իրականում ցորենի նման բույս է։ Ճիշտ ցորենի նման, արտակնապես գրեթե չի տարբերվում։ Դրա համար Տերն ասում է, հիմա չէ, մի տարանջատեք, որովհետեւ չլինի թե հանկարծ քախան անելուց ցորենն էլ վնասեք, շփոթվեք հանկարծ։ Դրա համար այստեղ ասում են Աստծո տնից է դատաստանը սկսելու։ Եվ ով է սկսելու? Աստված, որովհետև միայն Աստված կարող է զատել սրանց։ Այս խառը ամբոխի մեջ վարձկանին Տիմոթեոսի նման սրտակից մարդկանցից տարանջատելու։ Իմ ու քո գործը որն է։ Տերն ասում է քննեցեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ եք։ Ոչ թե քննենք ով է վարձկան, ով վարձկան չի, այլ մենք մեր անձերը քննենք։ Որն է իմ Աստծուն պաշտելու, Աստծուն երկրպագելու, Աստծուն ծառայելու, ուրեմն մոտիվացիան։ Ինչն է ինձ դրդապատճառը, որն է իմ դրդապատճառը Տիրոջ համար ապրելու եւ ծառայելու։ Եվ իմ ականջին հաճո մեկնաբանություններ չտամ ինքս ինձ խափած լինելով։ Հապատեսնեմ արդյոք այն ինչ որ ես ինքս ինձ ասում եմ կամ ուրիշներին որ ասում եմ, արդյոք իմ պտուղները, իմ գործերը, իմ անցած ուղին եւ ներկան համահունչ է իմ տված պատասխանին։ Եթե ոչ, Տերն ասում է հիշիր որտեղից ընկար, ապաշխարիր, դարձի եք։ Որովհետև մեր նույն կարդացած հատվածում ասում է, եթե վարձկանը թլպատվի, կարող է հաղորդվել։ Նոր կտակարանում թլպատությունը սրտի թլպատության հետ է համեմատում Պողոս առաքյալը, այսինքն ապաշխարի, դարձի գա։ Կարա պատահի, որ ինչ-ինչ պատճառներով մտած լինի մարդն Աստծո հոտի մեջ, իր շահը փնտրելով, բայց բավական է, որ սրտանց զղջա, սրտանց դարձի գա, ետ քայլ անի դեպի Աստված, դեպի ճշմարտություն, դեպի իր տուն, դեպի իր հոր տուն, Աստված պիտի ների ու պիտի ասի, արի հաղորդվիր Սուրբ Սեղանիցս, արի զատկական ճաշին մասնակցիր, Աստված օրհնե ձեզ իր անվան և փառքի համար, ամեն։ Ոտքի կանգնենք և աղոթենք։ Մեր սրտերը քննող երկնավոր Սուրբ Հայր, որևէ մեկս արդար չենք քո առաջ Տեր։ Դու գիտես ամեն մեկիս շարժառիթը, դու գիտես ամեն մեկիս դրդապատճառները, դու գիտես մեր սրտի վիճակներով Տեր։ Հայր, աղերսում ու խնդրում ենք, որ դու լվաս ամենքիս, մաքրես մեզ, որ մեր խաչը առնենք Տեր, մեր անձը ուրացած, քո ետևից գանք ով Տեր Հիսուս։ Մեր շահը լինի միայն քո շահը Տեր, քո ժողովրդի շահը։ Եթե կարիք կա մեր անձը զոհելու, մեր երազանքները զոհելու, մեր նպատակները զոհելու, հանուն քո հոտի, քո ժողովրդի շահի Տեր, դրա պատրաստակամությունը տուր մեզ Տեր։ Դու ասացիր, վարձկանը փախտում է, քանի որ ոչխարները իրենը չեն։ Այո, նա ով որ չի ծնել, նա ով որ հոգ չի տարել, նա ով որ կաթը չի տվել, նա չի կարող հասկանալ, իմանալ այդ ոչխարի արժեքը։ Ուստի Տեր Աստված զերծ պահիր քո հոտը և Հայաստան աշխարհի մեջ, և Հայաստանից դուրս, վարձկան հովիվներից։ Բաց արա Տեր Աստված մեր աչքերը, որ կարողանանք զանազանել Տեր, տարբերակել և հետևել Տեր միայն քո պատվերներին, քո խոսքին։ Բարձրացրու քո եկեղեցու մեջ Տեր, ճշմարտապես հոտիդ համար հոգ տանող նվիրյալների, որոնք իրենց անձը չեն սնի, այլ քո հոտը կսնեն։ Ինչպես
Քո առաքյալը Պողոսը ասաց. ես ձեզ եմ փնտրում եւ ոչ թե ձեր ունեցվածը։ Այդպես էլ օգտիր, որ Տեր քո հոտը փնտրենք, քո ժողովուրդը փնտրենք եւ ոչ թե նրա ունեցածը։ Խաղաղությանդ մեջ պահիր Տեր մեզ, հայցում ենք քո ողորմությունով Տեր Աստված, Սիրիայում տեղի ունեցող այդ ահասարսուր կոտորածի համար, այցելիր ու ողորմիր այդ ժողովրդինով Տեր, չարը հանդիմանիր, խորտակիր սատանայի զինվորներին, որոնք որ առանց սարսուռը զգալու, առանց խղճի խայթը զգալու կարող են իրենց նմանին այդպես ստորացնել, շամպես հաչալ տալ եւ հետո գնդակահարել, այն էլ ոչ մի անգամից, ցավ տալով, տառապանք տալով, ծանողի առաջ երեխային մորթելով։ Տեր, վերցրու աշխարհի վրայից այս թրքաբարո հոգին, քո արդարությունը հաստատիր Տեր աշխարհի վրա։ Պահիր պահպանիր քո ժողովուրդը եւ մեր ազգի հայացք Տեր աղաչում եմ ուղես դեպի քեզ, որ մեր հույսերը չկապենք տարատեսակ շների հետ, այլ մեր հույսը քեզ կապենք, որ անիծող ու հայախառն բերանները չդառնան մեր հոգևոր սնունդի աղբյուրը, այլ քո ավետարանը։ Հիսուսի սուրբ անունով եմ խնդրում, Հայր, լսիր ու ողորմիր։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։